Սիրելի հայրենակիցներ, ինչպես խոստացել էի, պետք է խոսեմ Կալիֆոռնիայի ընտրությունների վրայով եւ 16 տարի է արդեն դեմոկրատների ձեռն է Կալիֆոռնիան։ Եվ Կալիֆոռնիայի պարտքը հասցրեցին 1.6 տրիլիոն դոլարի դեմոկրատները։ Գողացան, թալանեցին, ավիրեցին, պատկերացրեք մի թիվ ասեմ, 24 միլիարդ դոլար ծախսել են հոմլեսների համար, բոմժերի համար, իբր թե նրանց համար տուն պետք է սարքեն, ուտելիք, եսիմինչ, բայց այդ փողը այսօր չկա եւ թիվը ավելացել է, կրկնապատկվել է այդ հոմլեսների թիվը եւ ավելի վատ վիճակում է, ու թե ինչ են արել այդ փողը, չեն կարող ցույց տան թե ինչ են արել, կերել են, գողացել են։ Իբր թե տներ են սարքել, բայց այդ տները, որ հաշվում են թե ամեն տունը ինչքան է, ամեն տունը մոտ $1 միլիոն է նստում, որ $1 միլիոն 3 հատ տուն կարային առնեն եւ այդ մարդկանց տնավորցնեին, բայց փողը կերել են եւ մի խոսքով կոմունիստական վիճակ ոնց որ լինի, սոցիալիստական, կոմունիստական, որտեղ սոցիալիզմը ոնց է, ուրիշի փողերը հեշտությամբ ծախսում են, ուտում են, ինչ ձևի կարան, քերում են ու տանում են։ 1.6 տրիլիոն դոլար պարտք հավաքես, 24 միլիարդ դոլար մենակ ծախսես հոմլեսների վրա ու արդյունք չստանաս, ես իմ քանի տասնյակ միլիարդ դոլարներ դուրս գերեցին իբր թե Սան Ֆրանցիսկոից Լոս Անջելես bullet train-ը պետքա սարքեին, այդ պոեզը գնացքը արագ ընթացող գնացք սարքեին, բայց հələ մի մետր ռելիս չեն գցել։ Արդեն ես իմ քանի տասնյակ միլիարդ դոլարները գնացել է, կերել են ու հələ գործը չեն արել։ Մեդիկալի այդ ապահովագրությունների վրա ինչ փողեր են գողացել, որ էլ անտանելի է վիճակը, այն աստիճան, որ ժողովուրդը ոտքի է կայնել, ասում է, լավ, դուք այս փողերը սա գողացել եք, հիմա որպեսզի այդ բացը լրացնեք, մեր տաքսաները ահա որ բարձրացրել եք ու նորից բարձրացնում եք, սենց էլ չի լինի, հնարավոր չի Կալիֆոռնիայում ապրել այնքան թանկություն է, ու այնքան տաքսաներ են բանանում։ Դրա համար ստիպված ժողովուրդը արդեն արթնացել է, ուզում է դեմոկրատներին ռադանի ու ընտրի ռեսպուբլիկականներին, հանրապետականներին։ Հիմա ես ձեզ ասեմ, թե ում պետքա ընտրեք։ Ուրեմն գավերների պաշտոնում ռեսպուբլիկականներից, հանրապետականներից ուրեմն Ստիվ Հիլթոնն է, մեկ էլ Չադ Բիանկոն։ Այդ երկուսի մեջ պետքա ձեր մեջ եւ Աստծո հետ դուք աղոթեք, տեսեք ում եք ուզում ընտրեք։ Ես իմ ընտանիքի կեսը ընտրելա Չադ Բիանկոին, կեսը ընտրելա Ստիվ Հիլթոնին, որովհետեւ ստեղ մի հատ հիմար օրենք անցկացրեցին դեմոկրատները, իմացան թե հենց այդ դրանով իրանք հաղթելու են, ուրեմն որ առաջի երկու տեղերը, առաջի եւ երկրորդ տեղերը ով որ եղավ, իրանք են մասնակցելու general election-ին, որը լինելու է նոյեմբերին։ Ու միշտ իրանք այտենց հաղթում էին, առաջի երկրորդ տեղերը դեմոկրատներն էին ելնում, հանրապետականները ոչ մի հնարավորություն չէին ունենում general ընտրությունների ժամանակ հանրապետական ընտրեին։ Հիմա փոլերը որ նայում են, Չադ Բիանկոն եւ Ստիվ Հիլթոնը համար առաջի երկրորդ տեղերն են։ Դրա համար անենց արեցի, որ իմ ընտանիքում խոսքի օրինակ կես ընտրի Չադ Բիանկոին, կես ընտրի Ստիվ Հիլթոնին, որ ինքը անցնի, հանրապետականները անցնեն այդ ֆինալ general election։ Հետո Lieutenant Governor, այսինքն գավերների տեղակալը Gloria Romero, հիշեք, Gloria Romero։ Հետո Secretary of State, ամենակարևոր պաշտոնն է Secretary of State-ը, կարևորներից մեկն է, այսինքն ոչ թե ամենակարևորը։ Secretary of State-ն է հաշվարկները կատարում, թե սրանք իրանք են հաշվում։ Եվ այսքան ժամանակ դեմոկրատները հաղթել են ինչի, որովհետև Secretary of State-ը եղել է դեմոկրատ, իրանք միշտ կեղծել են։ Ուրեմն Secretary of State-ը Donald Wagner։ Կոնտրոլերը, որ փողը ինքն է այդ չեքերը կոնտրոլ անում, թե ում ինչ գրի։ Herb Morgan։ Treasurer, ոնց որ ասած գանձապահը, Jennifer Hawkes։ Attorney General, գլխավոր դատախազը,
Օրինակ դատախազը հիմիկվա դատախազը հանրապետական չի դեմոկրատա, ուրեմն քթել են այն 20 թվականի բալետները քթել են թե ինչքան կեղծիք ա ելել, շատ բիանկոն հավաքեց էտի որ ներկայացներ որ թազա հաշվարկ կատարեն, ուրեմն ինքը դատի տվեց որ կանգնացնեն այդ process-ը եւ դատավորներն էլ, քանի որ դեմոկրատների նշանակածներն էին, կանգնացրեցին process-ը։ Գլխավոր դատախազը ամենակարևոր պաշտոններից մեկն է։ Michael Gates, հանրապետական։ Սրանք ամենակարևոր բաներն է, եթե գավերները ընտրվի, ռեպուբլիկան լինի, հանրապետական լինի, բայց այս պաշտոններում լինեն դեմոկրատներ, ինք չի կարանալու գործանի։ Insurance Commissioner, Stacey Korsgaden, Stacey։ Հետո, Board of Equalization, Shannon Grove։ Ուրեմն գալիս է կոնգրեսականների բանը, կոնգրեսը դե ամեն դիստրիկտ ունի իր տեխնացուն։ Մեր դիստրիկտում ես Քևին Քայլիին եմ ընտրում։ Հետո Սակրամենտոյի սպիտակ տան սենատորներից Ռոջեր Նիլո, մեկ էլ Ջոշ Հուվեր։ Օրինակ մեր կողքի քաղաքներից մեկում Քևին Քայլին չէր, ուրիշ մեկն էր։ Այնտեղ նայեք տեսեք հանրապետականներից ովքեր են որ վազում են։ Կարող է երկու հատ հանրապետական լինի, որպեսզի կողմնորոշվեք, թե ում եք ուզում, կարաք ChatGPT-ին հարցնեք, որ Reform California վեբսայթը ում է endorse անում։ Դրան էլ ընտրեք։ Էսի շատ կարևոր ընտրություն է։ Եթե այս ընտրություններում հանրապետականները հաղթեցին, Կալիֆոռնիայում կյանքը գլավանա, որովհետև այնքան մարդ է գնացել Կալիֆոռնիայից, այնքան բիզնեսներ գնացին Կալիֆոռնիայից, որ էլ ասելու չի։ Խոսքի օրինակ, Լոս Անջելեսում մի հատ օրենք հանեցին, որ եթե տունդ միլիոնից ավել է, $1 միլիոն անոց տունը, խոսքի օրինակ, ծախեցիր $60,000, քեզի վերցնում են քո ձեռից։ Transfer fee, $60,000։ Շատ շատերը ասեցին չէ, մենք մեր տունը չենք ծախում, մարքեթ չենք տնի, չենք ծախի։ Ու եկամուտը պակասեց ավելի։ Փոխանակ այդ օրենքը վերացնեին, եկամուտը որպեսի բարձրանա, մյուս քաղաքներն էլ, Սակրամենտոն էլ, մյուս քաղաքներն էլ այդ օրենքը որդեգրեցին եւ սկսեցին այդ օրենքը պաշտպանել։ Հետո mileage-ի վրա tax-ը ավելացրեցին։ Ասին չենք ավելացնում, բայց մի ասա տների tax-աների վրա, տների գների վրա ավելացրեցին այդ tax-աները ավելացրեցին, մի խոսքով այդ mileage tax-ը մտցրեցին անշարժ գույքի բանի տակ, որպեսի sense թենեն ժողովուրդը վճարի այդ tax-ը։ Ու համարի ամեն ավտոյի համար մոտ $900-ից $1,000 mileage tax են չարժանելու։ Բենզինի tax-ը շատ ահավոր թանկ է։ Պատկերացրեք, նավթը գնում են, բերում են Հորմուսի նեղուցով, բերում հասնում են Կալիֆոռնիա։ Կալիֆոռնիան, Ամերիկան այդքան նավթ ունի, այդքան նավթ է ծախում ուրիշ երկրներին, բայց Կալիֆոռնիան գնում է Իրաքից առնում բերում։ Սրանց խելքին նայեք, ու Կալիֆոռնիան ունի այնքան մեծ հանքեր, շատ հանքեր ունի նավթի, բայց չի թողնում հանեն։ Իսկ Չադ Բիանկոն էլ, Ստիվ Հիլթոնն էլ ասում են, որ եթե մենք եղանք գավերները, մենք այդ նավթը հանելու ենք եւ այդ թաքսաները կրճատելու ենք, անգամ ավտոների registration-ը Ստիվ Հիլթոնն ասում է $71 եմ սարքելու, flat fee։ Իսկ Չադ Բիանկոն ասում է $25 եմ սարքելու, բայց հիմա խոսքի օրինակ իմ տղեն իր Tesla-ի համար վճարում է $750։ Բանը registration ամեն տարվա։ Հետո տների թաքսան, անշարժ գույքի թաքսը, Չադ Բիանկոն ասում է, երբ որ տունդ վճարեցիր պրծար, այդ թաքսը վերանալու է։ Կամ էլ եթե 65 տարեկանից բարձրես, այդ թաքսը վերանալու է։ Մի խոսքով մեծ բան է սպասվում, եթե հանրապետականները հաղթեցին։ Խնդրում եմ ձեզ ժողովուրդ, դեմոկրատներին մի ընտրեք։ Ինչի, որովհետև Աստված ինչը ատում է, դեմոկրատները սիրում են։ Աստված
Ինչը որ սիրում է դեմոկրատներն են ատում։ Իսկ հանրապետականները էլի գոնե արդարության կողմնակից են, մարքսիզմին դեմ են, տաքսաներին դեմ են։ Պատկերացրեք, դեմոկրատն ասում է, ես որ եղա տաքսաները բարձրանալու, հանրապետականն ասում է, չէ, ես որ եղա իջնելու է։ Այսքանից հետո դեմոկրատները գնում են ընտրում են նորից դեմոկրատ, տաքսաները բարձրացնում են, թանկությունը շատանում է, նորից բարձրացնում են տաքսաները, ժողովրդի ապրելակերպը արդեն շատ վատացել է, մի խոսքով արդեն դուք նայեք, եթե դուք գնաք եկուս դեմոկրատ ընտրեք, դու չես կարա քրիստոնյա կոչվես, Աստծո որդի կոչվես ու գնաս սատանայի որդիներին ընտրես քեզի ղեկավարներ։ Նշանակում է դու դավաճանեցիր, դու սատանին ծառայություն մատուցեցիր։ Ես դեմոկրատներին օրինակ քրիստոնյա չեմ համարում, իրանք չեն կարա քրիստոնյա լինեն։ Էդի մենակ ես չեմ ասել։ Էդի ես շատ շուտ բանից ասել եմ, ես վերջերս լսեցի այնց մեծ մարդիկ սկսեցին այդ նույն խոսքը ասել, անգամ այն տղային որ սպանեցին անունը ինչ էր, մի խոսքով ինքն էլ էր ասել, որ եթե դու դեմոկրատ ես, դու չես կարա քրիստոնյա լինես, քրիստոնյա ես, չես կարա դեմոկրատ լինես, որտեղ դեմոկրատները անաստված, աթեիստ, շատերն ասում են մենք հավատում ենք ասում, բայց աբորտի կողմնակից, գեյերի, լեսբիյանների, այդ տրանսջենդերների կողմնակից, անգամ երեխեդ ծնվավ, պրծավ, եթե դու չես ուզում այդ երեխուն, ասում կարան սպանեն։ Էդի արդեն սատանություն է, եւ դու գնաս ու դրանց ընտրես, դու չես կարա Կիրակի եթաս Աստված պաշտես, երեքշաբթի օրն էլ հելնես եթաս սատանություն անես, չես կարա։ Եթե անում ես, ուրեմն դու Աստված չես պաշտում։ Դու ուղղակի այդ մեզ մոմ ես վառում այնտեղ խիղճ ես հանգստացում ու վերջ։ Լավ, շատ չերկարացնեմ, այս ընտրությունների համար ես այս անունները տվեցի, մնացածը դուք մտածեք, ես իմ հոգին ազատեցի։ Ես ձեզի ասեցի այս անունները, մնացածը արդեն դուք գիտեք։ Ոնց կվարվեք, դա դուք գիտեք between you and your God։ Okay? Երավ հաջողություն մնաք խաղաղությամբ։